Ավարտվել է Վրաստանի խորհրդարանական պատվիրակության այցը Չինաստան։ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Շանսի նահանգում, որտեղ հանդիպում է ունեցել նահանգային կոմիտեի քարտուղարի, նահանգային ժողովրդական կոմիտեի մշտական կոմիտեի նախագահ Չժաո Իդեի հետ։ Վրաստանը հատուկ նշանակություն է տալիս Չինաստանի հետ համագործակցությանը և ռազմավարական գործընկերությանը, հանդիպման ժամանակ ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը, ինչպես Միացյալ Նահանգները, մեղմացրել է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները, որը երրորդ երկրներում վերամշակվում էր դիզելային վառելիքի և ավիացիոն վառելիքի։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Մեղմացված ռեժիմը ուժի մեջ է մտել այսօր։ Մեծ Բրիտանիայի կառավարության խոսնակը հայտարարել է, որ սա ժամանակավոր որոշում է։ Նա հավելել է, որ Մեծ Բրիտանիան շարունակում է հավատարիմ մնալ խիստ պատժամիջոցների ռեժիմին։ Խորհրդարանի նախագահն արձագանքում է Մեծ Բրիտանիայի կողմից ռուսական նավթի նկատմամբ մեղմացված պատժամիջոցներին։ Այն փաստը, որ ռուսական նավթը կրկին կմտնի Մեծ Բրիտանիա, նշանակում է միայն մեկ բան, որքան երեսպաշտ է բրիտանական կառավարությունը, որը պահանջել էր, որ Վրաստանը Ռուսաստանից նավթամթերք չներմուծի, ասել է Շալվա Պապուաշվիլին։ Ռումինիայի Սենատի իրավական հարցերի հանձնաժողովը ընդունել է մի օրինագիծ, որի համաձայն պարտավորեցվում է ՀԿ-ներին բացահայտել իրենց ֆինանսավորման աղբյուրները։ Նախագիծը ընդունվել է 76 կողմ ձայնով և այժմ քննարկվում է Պատգամավորների պալատում վերջնական հաստատման համար։ Փաստաթղթի համաձայն կազմակերպությունները պարտավոր կլինեն հարկային մարմիններին ներկայացնել տարեկան հայտարարագրեր բոլոր եկամուտների և ֆինանսական աղբյուրների վերաբերյալ։ 5000 լեյից ավելի եկամուտի դեպքում նրանք պարտավոր կլինեն նաև ներկայացնել անհատների նույնականացման տվյալները։ Հայտարարագրի չկատարումը կհանգեցնի կազմակերպչական գործունեության կասեցմանը, իսկ եթե խախտումը գերազանցի 1 տարին, կազմակերպությունը ամբողջությամբ կլուծարվի։ Ավելի քան 400 հասարակական կազմակերպություններ դեմ են օրենսդրական նախաձեռնությանը և այն գնահատում են որպես ազատ միավորվելու իրավունքի սահմանափակում։ Եվրամիությունը ԱՄՆ-ից արտահանվող արդյունաբերական ապրանքի վրա մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել։ Տեղեկությունը հրապարակում է Եվրոպական խորհրդի կայքը։ Մամուլի հաղորդագրության համաձայն համաձայնություն է ձեռք բերվել նաև թույլ տալ ամերիկյան ծովամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի որոշակի տեսակներ մուտք գործել եվրոպական շուկա։ Նոր միջոցառումները ուժի մեջ կմտնեն 2029 թվականի տարեվերջին։ ԱՄՆ Եվրամիություն առևտրային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հուլիսին։ Չինաստանի և Ռուսաստանի նախագահները Սի Ցզինպինը և Վլադիմիր Պուտինը համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջև ռազմավարական համակարգում ամրապնդելու և բարիդրացիական և բարեկամական համագործակցությունը խորացնելու վերաբերյալ։ Համաձայնագիրը ստորագրվել է Վլադիմիր Պուտինի Պեկին կատարած այցի շրջանակներում։ Ինչպես հաղորդում է BBC-ն, ընդհանուր առմամբ Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները ստորագրել են 20 փաստաթուղթ, այդ թվում առևտրի և տեխնոլոգիաների ոլորտներում համաձայնագրեր։ Ստորագրման արարողությունից հետո Չինաստանի նախագահը հայտարարել է, որ չինո-ռուսական հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության ամենաբարձր մակարդակին։ Նրա խոսքով երկու երկրները միմյանց վերաբերում են փոխադարձ հարգանքով, որպես հավասարներ և պետք է մնան միմյանց համար ռազմավարական հենասյուներ։ Ռուսաստանի նախագահը իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի։ Պուտինի խոսքով Մոսկվան պատրաստ է շարունակել Պեկինին էներգետիկաներով մատակարարելը։ Իրանի իսլամական հեղափոխության պահպանակների կորպուսը զգուշացնում է Վաշինգտոնին, որ եթե Ամերիկան կրկին հարձակվի Իրանի վրա, ապա կշարունակի պատերազմը տարածաշրջանից դուրս։ Նրանց խոսքով Իրանը պատրաստ է արձագանքել ամերիկա-սիոնիստական թշնամու սպառնալիքին այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը և
Ջեյդ Վենսը հայտարարեցին, որ Իրանի դեմ ռազմական հարվածները կարող են վերսկսվել։ Մենք դեռ չենք օգտագործել իսլամական հեղափոխության բոլոր հնարավորությունները նրանց դեմ։ Հիմա եթե Իրանի ագրեսիան կրկնվի, այս անգամ խոստացված տարածաշրջանային պատերազմը կտարածվի տարածաշրջանից դուրս, եւ մեր ավերիչ հարվածները այս վայրում, որտեղ դուք չեք սպասում, կհանգեցնեն լիակատար ոչնչացման, ասվում է Իրանի իսլամական հեղափոխության պահպանակների կորպուսի հայտարարության մեջ։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացու առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահման եւ վաճառքին նպաստելու մեղադրանքով։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալվածի անձնական ժամանակավոր բնակելի բնակարանում եւ Թբիլիսիի տարբեր վայրերում խուզարկության ժամանակ որպես ապացույց առևանգել են առանձնապես խոշոր չափի թմրանյութեր, այդ թվում կոկաին եւ մեթադոն։ Հանցագործությունը նախատեսում է 20 տարով կամ ՑՄ ազատազրկում։ Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության եւ պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնի աշխատակիցները ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցագրով հետազոտվող Թուրքիայի Հանրապետության քաղաքացու։ Կալանավորվածը միջազգային մակարդակով հետախուզվում էր տարբեր ծանր հանցագործությունների համար Թուրքիայի Հանրապետության իրավապահ մարմինների պահանջով։ Դատապարտյալը ձերբակալվել է Բաթումիում իրավապահ մարմինների կողմից անցկացված քննչական գործողությունների արդյունքում։ Ձերբակալվածի համար օրենքով նախատեսված կարգով իրականացվում են արտահանձման ընթացակարգեր։ Վրաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը նշվում է լայնածավալ կրթական եւ մշակութային միջոցառումներով։ Հոբելյանական միջոցառումները քննարկվել են Վրաստանի կառավարության եւ Պատրիարքարանի համատեղ հանձնաժողովի նիստում, որը տեղի է ունեցել կառավարության աշխատակազմում։ Մայիսի 26-ին սկսվող հոբելյանական միջոցառումները լայնածավալ բնույթ կկրեն հունիսի 1-ից եւ կներառեն ինչպես մշակութային, այնպես էլ կրթական ծրագիր, ինչպես նաեւ գիտական կոնֆերանսներ եւ ուսանողական արշավներ։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված միջոցառումները կշարունակվեն, այդ թվում Սվետիցխովելիի տոնը։ Հոկտեմբերի 14-ին նախատեսված է Աստված հայրենիք մարդ թեմայով սիմպոզիում։ Հոբելյանական միջոցառումները իրականացվում են Վրաստանի կառավարության եւ Պատրիարքարանի հետ համակարգված։